Փաշինյանը ասում է արցախցիները պետք է Հայաստանում տնավորվեն, դա ենթադրում է նաև, որ պետք է ընտրական գործընթացների մասնակցեն։ Հիմա ինչպես են տնավորվում արցախցիները, երբ անգամ ընտրական գործընթացներին թույլ չեն տալիս մասնակցել։ Վերջի շաբաթվա իմ համար նշանակալի նորություններից մեկն էր այն էլ, որ կոնկրետ իմ մոտ ինձ ունեմ 5 վստահորդ տեսմասով, բայց շատ են այդպիսի անձինք, որ արցախցի բարձրաստիճան զինվորականներին ուղարկում են իրենց ծառայողական բնակարանները ազատելու վերաբերյալ ծանուցում։ Այդ ծանուցումը զինվորականների անունները կարող է, օրինակ Ֆելիքս Գաբրելյան, Վլադիկ Խաչատրյան, Արմեն Ղահրամանյան, շատ մարդիկ կան։ Արմինե Մոսյանի նաև Արմինե Մոսյանի հենց նշածս անձանցից մեկը իր հորաքրոջ ամուսին։ Հիմա այս մասով պարզաբանում։ Տեսեք, ընդ որում այդ ուղարկված ծանուցումների մեջ որևէ պարզաբանում չկա, ընդհանրապես գիտեք ինչ ա նշված։ 2007 թվականին ասма քեզ հատկացված 40-42 մետր մակերեսով բնակարանը հատկացվել է սխալ։ Վերջ, խիստ սխալ։ Ընդ որում հասցեն են անգամ սխալ նշում։ Ասма Գյուրջան հասցեմ քեզ հատկացված բնակարանը, հատկացվել է սխալ։ Մարդը ասում է, Գյուրջանը բնակարան չունի։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Արցախի ներկայացուցչության շենքը պիտի վերադարձվի, ասում են Արցախի ինստիտուտներ չեն կարող։ Շատ լավ, կանդրադառնամ։ Ասма հատկացվել է սխալ։ Հիմա իհարկե այս կապակցությամբ մենք օրինակ Միքայել Արզումանյանի եւս այսպիսի ծանուցում են ուղարկել, դիմել ենք դատարան, գործողությունը նշված գործողության կատարումից ձեռնպահ պահելու պահանջով, դատարանը բավարարել է, մտել է դատական ակտի ուժի մեջ, բայց սա դրեցինք մի կողմ։ Այս նույն անտեսում են դատական պրակտիկան եւ նորից այս արցախցիներին ուղարկում այսպիսի ծանուցումներ։ Ինչ էի ուզում ասել։ Տնավորման հարցին պատասխանելիս ես չեմ բացառում, որ վաղը սերտիֆիկատների միջոցով Արցախից տարհանված այն Արցախից տարհանված կամ բռնի տեղահանված այն անձին, ովքեր Հայաստանում սերտիֆիկատ իրացրել եւ ստացել են բնակարան, նրանց կարող է մի հատ ծանուցում ուղարկի ասել, դե ձեր բնակարան, ձեր սերտիֆիկատը հատկացվել է սխալ հիմունքներով, ուստի խնդրում եք օրինակ գումարը վերադարձրեք պետությանը կամ այդ բնակարանը։ Հենց ես այդ նպատակով եմ այսօր ժողովրդին հրավիրել այստեղ։ Ծառայություններից առաջ Օրենքով 10 օր է նախատեսում դրա համար։ Ողջամիտ ժամկետ, ընդ որում այդ ծանուցումները ուղարկում են այն անձանց, որոնց բնակարանում բնակվում է օրինակ 4-ամյա աղջիկ։ Բայց սխալ ասելու պարոն Երիցյան, Ինչ նկատի ունեն։ Ես էլ չգիտեմ։ Էս է մեր մակարդ։ Պաշտպանության նախարարության բնակենցաղային հանձնաժողովի կողմից ուղարկված ծանուցման մեջ նշվածը հենց այդ է սխալ։ Երևի իրավաբանական առաջին կուրսի ուսանողը ավելի ճիշտ եւ որոշակի պարզաբանում կմտցներ։ Ինչ է նշանակում սխալ։ Խիա սխալ։ Այդ սխալը տարիների ընթացքում նոր է բացահայտվել։ Բա հենց մեր հասածնել է դա էլի։ Խի ներկայացության շենքը 1997 թվականին կառավարության որոշմամբ հատկացվել է Արցախի հանրապետությանը։ 2025 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը սկսում է ուսումնասիրություններ, զեկույց ներկայացնում գլխավոր դատախազությանը։ Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացնում դատան։ Գիտեք հայցը ինչով են պարզաբանում։ Ասում է դե որոշումը եղել է կառավարության, բայց նվիրատվության պայմանագիր չի եղել։ Ու ինչ որ այդ հիբրիդային այդ նույն պայքարի միջոցով կեղծ տեղեկություններ են տարածում։ Միանում շենքը մեկ ասում են գրավադրած է, մեկ է սա, մեկ է նա, բայց իրականում ընդհանրապես սա է։ Ասում է չնայած կառավարության որոշումը կա, բայց սահմանված ժամկետում նվիրատվության պայմանագիր չեք կնքել։ Ժամկետ չկա, կառավարության որոշումը կարող է կատարվի ցանկացած բան։ Միջև էս բայ կառավարության որոշումը ուժի մեջ է։ Վարչական դատարանի նորանշանակ նախագահ պարոն Զարիկյանը կայացնում է որոշում հայցը բավարարելու մասին։ Միջև այդ հայցի բավարարումը ես Արցախի հանրապետությանից, մեկ Արցախի հանրապետության կառավարության, մեկ ներկայացության, տարբեր անձանցանից դիմում եմ գրում, ասում եմ մենք ունենք գործող սեփականության իրավունքի վկայական։ Պետությունը ճանաչում եւ պաշտպանում է մեր սեփականությունը։ Մեզ ներգրավեք գործով որպես երրորդ անձ։ Դա վարչական դատավարության օրենքի ի պաշտոն էքս օֆիսո քննության սկզբունքներում դուք պետք է անեիք։ Սեփականատիրոջը ներգրավեք որպես իր լսված լինելու իրավունքը ապահովեք։ Գա ասի ինքը իր կապակցությամբ ինչ դիրքորոշում ունի։ 3 միջնորդություններ, 3-ն էլ մերժում են։ Կներեք, բայց դա Արդյունքում Արցախի հանրապետությունը սեփականազրկվել է առանց իր կարծիքը լսելու։ Սա դիվանագիտական առումով մենք ունենք նաև միդից վերցրած տեղեկանք արտաքին գործերի նախարարությունից, որ ներկայացությունը Հայաստանի հանրապետությունում գրանցված է որպես դիվանագիտական մարմին։ Դիվանագիտական առումով կամ միջազգային իրավունքի տեսանկյունից սա համարվում է Արցախի հանրապետության տարածք։ Մենք հիմա կանգնած ենք Արցախի հանրապետությունում։ Միջազգային իրավունքի տեսանկյունից, ինչպես օրինակ Հայաստանի հանրապետության օդանավը անկախ նրանից որտեղ է գտնում Հայաստանը համարվում է Հայաստանի տարածք, նույնպես ես սա համարվում է Արցախի տարածք։ Հիմա Արցախի վերջի տարածքը Հայաստանի հանրապետության դատարանի որոշմամբ վերցրվեց Արցախից։
մտահոգություն, բայց ստացվում է, եթե ասում են ինստիտուտներ չպիտի լինեն, մյուս կողմից թույլ չեն տալիս, որպեսզի Հայաստանում ինստիտուտների ձևավորմանը Արցախի քաղաքացին կարողանա մասնակցել, այսինքն ստացվում է, որ այստեղ պիտի ընդամենը լուր նստեն, սպասեն, թե օրինակ ինչ իշխանություն կձևավորվի, Արցախի հարցում դիրքորոշում ինչպիսին կունենա, կշարունակի այս դիրքորոշումով առաջ շարժվել, թե ոչ, այսինքն ինչպես է ստացվում, որ մյուս կողմից, եթե ասում են չկա Արցախ, ապա չկան նաև ինստիտուտները, կան Հայաստանի ինստիտուտները, բայց արցախցիները չեն կարող դրանց ձևավորմանը մասնակցել։ Այդ երբ որոշեցին, որ չկա Արցախ եւ չկա ինստիտուտներ։ Բա որ 2022 թվականին ներողություն, բա որ 2022 թվականին բյուջեի մասին օրենքով հստակ նշում էին, որ Արցախի հանրապետությանը հատկացնել այսքան բար։ Այդ ում էին հատկացնում։ Ում էին հատկացնում, ասում են Արցախը Ադրբեջանա, ում էին հատկացնում։ Դուք գիտեք ինչու չեն Արցախ հանրապետության արցախցիներին համարում Հայաստանի քաղաքացիներ։ Օրինակ, պատկերացնում եք, գիտեք սրա պատասխանը միայն ընտրություններն է։ Ոչ, արցախցիները իրականում ընտրազանգվածի 4 թե 5%-ն են կազմում։ Եվ ընտրությունների վրա այդպիսի ծանրակշիռ դեռ խաղալ չեն կարող։ Իհարկե, ընտրությանը մասնակցողների առումով սա մեծ տոկոս է, բայց այնուամենայնիվ խնդիրը սրանում չէ։ Պարզաբանեմ խնդիրը ինչումն է։ Ուրեմն, երբ որ Պրահայում Նիկոլ Փաշինյանը Արցախի հանրապետությունը ճանաչում է Ադրբեջան եւ վերջագետ, դրանով ընդունում է, որ Արցախի հանրապետության տարածքը հանդիսանում է ադրբեջանյան տարածքային ամբողջականության մաս։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը ընդունեց, որ արցախցիները հանդիսանում են Հայաստանի քաղաքացիներ, ստացվում է, որ ինքը ընդունում է, որ Հայաստանի քաղաքացիները օկուպացրել են Արցախի հանրապետության իրենց տարածքային ամբողջականության մասը, այսինքն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասը։ Եվ այդ համատեքստում Ադրբեջանը օրինակ իրավունք հաստանում դիմել միջազգային դատարաններ, ասել դե քանի որ Հայաստանի քաղաքացիներն են օկուպացրել, ուստի հատուցումները տրամադրեք եւ այլն։ Հիմա էլ կարող են։ Տեսեք, դուք ասում եք հատկացումներ են արել Արցախի հանրապետությանը, հիմա Արցախի բարձր ղեկավարությունը ռազմաքաղաքական բախվում է, գերի է ստացվում, ասում են ահաբեկչությանն են ֆինանսավորել, ստացվում է, որ Հայաստանի իշխանության այդ տրամաբանությամբ ստացվում է Հայաստանի կառավարությունը եւս։ Դրա մասին պետք էր մտածել, երբ որ Արցախը ճանաչում էին որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Ախր այնքան այսպիսի խնդիրներ ունենք։ Լավ, մի ուրիշ հարց ներկայացնեմ։ Արցախցին քաղաքացի չի։ Հայաստանի հանրապետության քաղաքացի չի։ Հայաստանի հանրապետության դատավորներից հիմա անուն ազգանունները չեմ նշի զուտ հարգանքից ելնելով։ Բայց Տիկին Ավանեսյանը օրինակ գիտի ես ում մասին եմ խոսում, կարծում եմ Տիկին Արզումանյանը եւս գիտի ում մասին եմ խոսում։ Բազում արցախցիներ չունենալով Հայաստանի հանրապետության իրենց լեզվով ասած քաղաքացիություն, Հայաստանի հանրապետության դատավորի պաշտոն են զբաղեցրել։ Հայաստանի հանրապետության դատավոր ինչ է ստացվում, իրականացվել է ապօրինի արդարադատություն։ Հիմա այդ մարդկանց դատած մարդիկ իրավունք ունեն դուրս գալ, որովհետև դատավորի պաշտոնը կարող է զբաղեցնել բացառապես Հայաստանի հանրապետության քաղաքացի։ Նույն ձևի նաև քննիչներ, դատախազներ, բարձրաստիճան զինվորական սրանք բոլորը հանրային ծառայողներ են եւ ըստ էության կարող են հանրային ծառայության պաշտոն զբաղեցնել միայն այն դեպքում, եթե հանդիսանում են Հայաստանի քաղաքացի։ Օրենքով բացառությունը միայն վերապահված է ՏԻՄ-ի, տեղական ինքնակառավարման մարմինի հանրային ծառայողներին։ Իրանց հանրային ծառայողներին որոշակի պաշտոն զբաղեցնող անձանց, իրանց համար պարտադիր չի։ Մնացած պաշտոնը, օրինակ դատավորի համար պարտադիր է, դատախազի համար պարտադիր է, քննիչի համար պարտադիր է, ոստիկանների համար պարտադիր է, զինվորականների համար պարտադիր է։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ այսքան ժամանակ ինչ եղել է ապօրինի է եղել։ Կամ երբ որ հերթը հասնում է նրան, արցախցին քաղաքացի է։ Օրինակ, բազում արցախցիներ հիմա գտնվում են հետախուզման մեջ, օրինակ զորակոչից խուսափելու եւ նմանատիպ այլ հիմքերով։ Բայց եթե քաղաքացի չեն, հետեւաբար նաև Հայաստանի հանրապետության զինված ուժերում ծառայելու պարտականություն չեն կրում։ Բա ո՞նց են այս զորակոչից խուսափելու մեղադրանք, ո՞նց եք նրանց վրա դնում։ Ինչու եք նրանց նկատմամբ հետախուզում հայտարարում։ Քաղաքացի չեն, քաղաքացի չեն։ Ու ասես մի հատ տարածված կեղծ տեղեկություն կա, որ դե իմացեք, որ եթե ընտրությունների մասնակցեք, եթե քաղաքացի եք, ապա նաև ծառայելու եք։ Ինչի որ արցախցին է խուսափել ծառայությունից։ Այդ որ արցախցին է խուսափել։ Ոչ մեկ էլ չխուսափում։ Տվեք մեզ Հայաստանի հանրապետության քաղաքացուն վերապահված իրավունք եւ պարտականություն, մենք մեր իրավունքներն էլ կիրացնենք, մեր պարտականություններն էլ կկատարենք։ Այսինքն ունենք զինվորական ծառայության պարտականություն, կծառայենք։ Ես միանշանակ դրա կողմնակիցն եմ։ Միանշանակ։ Բայց պետք է նաև ոչ միայն պարտականություն լինի, այլ նաև իրավունք։ Ինչպես ունի իրավունքներ, այնպես է պետք է ունենա պարտականություններ, այո, դա ընդունում ենք։ Եվ այս տրամաբանությամբ կարելի ասած դատարանի որոշմամբ դատարանը չի ճանաչում եւ չի ընդունում փաստականի վկայականը։ Ասма դուք քաղաքացի եք, վերջ։ Մենք բոլորս քաղաքացիներ ենք։